Ինչ կապ ունի ռուսական հրաշքը հայկական սրբի հետ։ Վասիլի Երանելու ուղղափառ տաճարը գտնվում է Մոսկվայում, Կարմիր հրապարակում։ 16-րդ դարի կառույցն անվանում են ռուսական հրաշք։ Տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության հուշարձան։ Այս տաճարի ճարտարապետի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց փոխարենը կան մի շարք վարկածներ, որոնցից մեկի համաձայն Իվան Ահեղի հրամանով ճարտարապետներ Բարմայինն ու Պոստնիկինը կուրացվել են, որպեսզի նման շինություններ այլևս չնախագծեն։ Կրկնվող հրդեհների պատճառով տաճարը հաճախ է վերանորոգվել թե ներքուստ և թե արտաքուստ։ Վասիլի Երանելու տաճարի բարձրությունը 65 մետր է, բաղկացած է 11 գմբեթից, 10 եկեղեցուց, որոնցից մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է։ Ես գտնվում եմ Մոսկվայի սրտում, որտեղ կառուցված է աշխարհի ամենայուրօրինակ եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Վասիլի Երանելու տաճարը, ինչպես տեսնում եք, եւ գմբեթներից մեկը անվանակոչված է մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվերին երանգով եւ կանաչ եզրերով գմբեթի մասին է խոսքը։ Ի սկզբանե տաճարը բաղկացած էր 8 առանձին եկեղեցիներից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված էր այն օրվան, երբ ռուսական զորքերը կարևոր հաղթանակ էին տարել Կազանի արշավանքի ժամանակ։ Պատմական իրողություն է, որ Իվան Ահեղի բանակում եղել է հայկական գունդ, որը մասնակցել է Կազանի գրավմանը։ Ըստ ավանդության, երբ ռուսաց ցարի զորքը հասնում է Կազան, հայերը տեղեկանում են, որ քաղաքը պաշտպանող զորքի մեջ կան հայ հրետանավորներ, որոնց հրամանատարը նույնպես հայ էր։ Նրանք դիմում են Իվանին, որպեսզի մոտենան քաղաքին եւ հայ հրետանավորներին համոզեն չկրակել։ Այդպես է լինում է։ Հայերը պայմանավորվում են իրար մեջ, Կազանի հայ հրետանավորները օդ են կրակում, ինչը հնարավորություն է տալիս ռուսներին մոտենալ քաղաքի պարիսպներին եւ հեշտությամբ գրավել քաղաքը։ Ասում են, այս դիպվածն է առիթ հանդիսացել, որ եկեղեցիներից մեկն անվանակոչվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվամբ, ում ռուսներն անվանում են Գրիգորի Արմյանսկի։ Այս տաճարը ռուսական ճարտարապետության գլուխգործոցն է համարվում, թեև շատ բաներ փոխառվել են իտալական ճարտարապետությունից, եւ ռուսների համար սա կարևոր խորհրդանիշներից մեկն է։ Ներկայումս տաճարը ռուսական պետական պատմության թանգարանի մասն է։ Վասիլի Երանելու տաճար այցելելիս հիշեք մեր Գրիգոր Լուսավորչի մասին։